Խնդրեմ նախ օրվա խորհրդին անդրադառնաք եւ նշեք, թե ինչ է հուշում մեզ մայիսյան հերոսամարտերը, մենք ինչ անելիքներ ունենք այսօր։ Նախ ուզում եմ շնորհավորեմ ողջ մեր ազգին ու ասեմ, որ մենք միասնություն ցուցադրելու պարագայում անպայման հաղթանակներ կունենանք։ Տվյալ օրվա խորհուրդը այն բանի մասին է, որ հայ ազգը մեկ գաղափարի շուրջ համախմբվելու արդյունքում անպայման հաղթանակներ ունենալու է։ Այսօր մեզ ինչն է պակասում, որ հաղթանակներ ունենանք նորից։ Կարծում եմ համախմբվածությունը եւ ապագայի նկատմամբ փոքրինչ հավատի բացակայությունը։ Եվ գտնում եք, որ այսօր Հայաստանը պետականություն պահելու խնդիր ունի։ Գիտեք, փոքր պետություններին միշտ հատուկ է պետականությունը պահելու խնդիրը։ Ես կարծում եմ Հայաստանի Հանրապետությունը կլինի միշտ։ Ինչ խոսք մենք ունենք խնդիր ամրապնդվելու, հզորանալու, բայց վստահ եմ, որ մենք կլինենք միշտ որպես պետություն հավերժ։ Իսկ գործող իշխանությունը անհրաժեշտ քայլեր անում է, որպեսզի մեր անկախությունը ամուր պահվի։ Միանշանակ խաղաղության մասին, երբ որ մենք խոսում ենք, դա հենց դրա մասին է։ Խաղաղություն պետք է լինի, որպեսզի լինի կայուն զարգացում, որպեսզի լինի հզորացում, հենց դրա մասն է։ Դուք գիտեք, խաղաղության գործընթացի վերաբերյալ ակտիվ քայլեր են ընթանում, եւ դա հենց միտված է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի միշտ, այլ ոչ թե մենք ունենանք առաջին հանրապետություն, երկրորդ, երրորդ, այլ մեր երրորդ հանրապետությունը հարյուրամյակներ շարունակ լինի։ Նաև տեսեք, խաղաղություն եք դուք նշում, խաղաղության պայմանագրի մասին եք խոսում, բայց Ադրբեջանը այսպես բաց հայտարարում է, որ ինքը չի պատրաստվում Հայաստանի Հանրապետության հետ խաղաղության պայմանագիրը, համաձայնագիրը ստորագրի։ Այս պարագայում ինչու է անընդհատ շահարկվում խաղաղության պայմանագիրը։ Գիտեք, Ադրբեջանը հանդես է գալիս իր դիրքերից, Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս իր դիրքերից։ Բայց Ադրբեջանի հետ են կնքում, այդ դեպքում ում հետ է Հայաստանը կնքելու, եթե Ադրբեջանը չի Բարի, մեր օրակարգ հետևյալի մասին է, որպեսզի Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ լինի խաղաղություն։ Ադրբեջանի Հանրապետությունը հաղթած պետություն է եւ թույլ է տալիս բազմաթիվ թեզեր շրջանառել, ինչը չի նշանակում, որ խաղաղություն չի լինելու, ինչը չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները թույլ են տալու, որ Հայաստանի սահմանների նկատմամբ որևիցե սանձարձակություն լինի։ Ու հենց այսօրվա հետ կապված ասեմ, այսօրվա խորհուրդը նաև այն մանի մասին է, որ մենք միասին լինելով, մեկին թեւութիկունք լինելով կարող ենք ցանկացած ոտնձգության դիմակայել, արժանի հարված տալ։ Խաղաղության համաձայնագրով ինչ է կարծում հնարավոր կլինի վերականգնել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները, որոնք կորցվեցին, այս ընթացքում Ջերմուկում, Տավուշում, Միանշանակ պատասխանում եմ այո։ Դուք գիտեք, դրան հաջորդող կամ այդ գործընթացի մասնիկ է։ Ադրբեջանը հայտարարեց, չէ, որ ետքայլ չի լինելու։ Խաղաղություն, երբ որ մենք ասում ենք, դա հենց այն կոնտեքստում է նաև, որ սահմանագիծը հստակ ընդգծվի։ Սահմանագիծը ընդգծվելու դեպքում վստահ եմ, որ Ջերմուկի ձեր նշյալ հատվածը վերականգնվելու է։ Այդ թվում նաև Ջերմուկը, դուք մատնանշեցիք Ջերմուկը, այդ թվում նաև Ջերմուկը, մնացած բոլոր հատվածները։ Շնորհակալություն։